Ընդհանուր ինչքան մաս հավաքել էի, ամբողջը հենց նոր կոտրվեց։ Թեմուից պատվիրել էի Lego ու ուղարկել են մենակ այս ուղեցույցը, թե ինչպես հավաքվի Lego-ն։ Լավ, իսկ եթե լուրջ, շատ գոհ եմ այս Lego-ից, դրա համար եկել եմ ձեզ հետ էլ կիսվեմ։ Ի տարբերություն իմ ունեցած մյուս բոլոր Lego-ների, այս Lego-ի հետ աշխատելը շատ ավելի հեշտ էր, որովհետև այս Lego-ն ունի կողքերից հարմարանքներ, որի շնորհիվ եթե այս մի Lego-ն միացնենք մյուսին, իրենք իրարից չեն պոկվի, այսպես կմնան։ Իսկ իմ մյուս բոլոր Lego-ները հարթ են ու իրենց հետ աշխատելը շատ ավելի դժվար է, քան այս ուզորներով Lego-ների հետ։ Բացի դրանից, եթե մի Lego-ն դնենք մյուսի վրա ու չկարողանանք այդքան էլ լավ ձեռքերով ամրացնել, ուղարկել են նաև այսպիսի փոքրիկ մուրճիկ, որի շնորհիվ այսպես շատ հեշտությամբ կարող ենք ամրացնել։ Բացասական կողմերից առաջինը հենց նոր ամբողջը կոտրվեց ու երկրորդը ընդհանուր այս մարտուկին հավաքելու համար 6 գույն Lego կա, ու այստեղ հերթականությանը նայելով ես չկարողացա տարբերել թափանցիկն ու սպիտակը։ Օրինակ այստեղ այս վերևի շարքը թափանցիկ է, այս մի շարքը, իսկ ներքևի շարքը սպիտակ է։ Ու երեկոյան հավաքելուց ես այդքան ուշադիր չեմ եղել այդ փոքրիկ տարբերությանը թափանցիկի ու սպիտակի մեջ, ու ամբողջը հավաքել եմ սպիտակով։ Հիմա հասել եմ վերջին հատվածին, որ այստեղ անեմ ականջները, սպիտակը չի հերիքում, որովհետև թափանցիկի տեղը օգտագործել եմ սպիտակ։ Ամենայն հավանականությամբ կքանդեմ նորից կհավաքեմ, բայց ընդհանուր հավաքելու process-ը շատ հավես է։ Ես գրեթե 1 շաբաթից ավել է ինչ հավաքում եմ այս Lego-ն, ու իրականում բավականին դանդաղ եմ հավաքում, որովհետև այդքան շատ ժամանակ չեմ կարողանում տրամադրել, բայց այնքան հեշտ ու հավես է հավաքելը, որ 1 օրվա էլ հնարավոր է լրիվ հավաքել սա։ Եթե ցանկանաք արտիկուլը գրեք կուղարկեմ ու չմոռանաք բաժանորդագրվել։